Պարոն Սաղաթելյան, նախ խորհրդարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ միջադեպ, հերթական քաշքշուկը, ծեծկռտուկը, ԿՊԱ-ական պատգամավորները հարձակվել էին ընդդիմադիրների վրա, ինչից սկսվեց, ինչ էր եղել։ Այսպես ասած միջադեպից առաջ մենք հայտարարեցինք, որ ազգային ժողով մուտք ենք անում օրենքի նախագիծ, ցեղասպանության ժխտումը, նսեմացումը քերականացնելու համար, հավանաբար իրենց ռեակցիան պայմանավորված էր դրանով, որովհետև դրանից հետո սկսվեց, իսկ առհասարակ ազգային ժողովի նախագահն շարունակում է չհասկանալ ինքը որտեղ է գտնվում եւ շարունակ սադրանքներով նման պահվածքով, իսկ այդ ամեն ինչը բնականաբար մեր կողմից անհանդուրժի է։ Արեզնոնյանը սադրեց։ Հերթական անգամ։ Իսկ Վահե Ղալումյանը ինչ դերակատարություն ունեց։ Ես ընդհանրապես իր դերակատարությունը չեմ հասկանում, այս խորհրդարանում բացի Նիկոլի Սահնիկը լնելուց, բայց դեռ կպարզենք հասկանալ։ Տեսեք, ընդհանրապես միայն որ նախագիծ եք ցանկանում բերել, առաջացրեց նման վրդովմունք ԿՊԱ-ականների շրջանում, ու առհասարակ իրենց այս պահվածքը, այս շաբաթվա լարվածությունը, այս ուրացման ֆոնին ցեղասպանության 110-րդ տարելիցի նախ օրերին պայմանավորված է դրանով ու նաև այն հասարակական, քաղաքական, հանրային արձագանքը, որ կա ցեղասպանության թեմայով ու իրենց հստակ ուրացման քաղաքականություն։ Մենք օրենքի նախագիծը վերել ենք խորհրդարան, որպեսզի ինքը դառնա քննարկման առարկա, իրենք շարունակ ժխտում են եւ բռնել են ուրացման ճանապարհը, բայց կարողանում են տարբեր մանիպուլյացիաներով մարդկանց խաբել, մոլորեցնել, նույնիսկ մեզ մեղադրել ուրացման մեջ, հետեւաբար առաջիկա 1 ամսվա ընթացքում բոլորին հայտնի կլինի օրվա քաղաքական ուժի ուրացման քաղաքականությունը, եթե իրենք կողմ չքվեարկեն։ Բնականաբար իրենք կողմ չեն քվեարկելու, բայց դա այո պետք է մտնի խորհրդարան եւ քննարկման առարկա դառնա։ Տպավորություն է, որ ընդդիմությունից ամենաշատը հենց դաշնակցությանն են անդրադառնում, իր պատմությունն են հիշեցնում, երիտթուրքերի հետ համագործակցությունն են հիշեցնում, ասում են միշտ իշխանության եք եղել, անկախությունը ձեր 004-ն են հիշեցնում, այսինքն հենց դաշնակցությանը միշտ իրենց վերաբերմունքը եւ հարձակումը դաշնակցության նկատմամբ շատ բնական է, որովհետև գոյություն ունի թուրքական խամաչիկ կառավարություն, ապազգային հայկական շահերից հեռացած մի միավորում եւ այո դաշնակցությունը այս իշխանությունների խորքային գաղափարական հակառակորդն է։ Եվ այո նաեւ կա այդ գաղափարական բախումը եւ Հայաստանի տեսլականի ապագայի եւ հայ ժողովրդի հավաքական իրավունքների պաշտպանության տեսանկյունից։ Հետեւաբար իրենց հարձակումը դաշնակցության եւ առհասարակ ազգային ուժերի ազգային գործիչների նկատմամբ բնական է, որովհետեւ եթե դուք նայեք Ադրբեջանի, Թուրքիայի խոսույթը ու Հայաստանի կառավարության ու ԿՊԱ-ական մեծամասնության, դրանք շատ նույնն են, որովհետեւ Հայաստանի թշնամիներ եւ սրանք այո ատում են ազգային ուժերին, իսկ դաշնակցությունը իր կենսագրությամբ, պատմությամբ, ազգային գաղափարախոսությամբ այսօր Հայաստանի ամենաընդլայնված ու համահայկական ազգային ուժն է։ Հետեւաբար մեր եւ իրենց բախումը իմիջիալոց ես խորհրդարանում առաջին իմ ելույթն եմ հենց այդ բաժանումը դրել ու դրա վրա կառուցել, որ անձնական չի այդ բախումը, խորը գաղափարական բախում է եւ այո իրենց հայ ժողովրդին առաջարկած գիծը Հայաստանի կործանման ճանապարհն է, որը մեր կողմից անընդունելի է։ Հետեւաբար իրենց հարձակումը այլ հաշվի առնելով անձնական ու այս ամեն ինչը ինչ տեղի ունեցել նախորդ տարիներին դրանով է պայմանավորված։ Պարոն Սաղաթելյան, կռվի այն ամենաթեժ պահին տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես է ԿՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ասում, այ կներեք իհարկե արտահայտությանս համար, այ պոռնիկներ, ո՞նց եք թույլ տալիս նման բան։ Գիտեք, դրանք տղամարդկային տարական բաներ չունեն, էլի։ Մի օր եթե զրկվեն այս պետական պահպանությունից, ասենք զորքին հրահանգ են տալի դրան հետևը սպասեք, հենց կասենք այդ ժամանակ կմտնեք։ Այնտեղ մարդկանց այո, հանրարական են տալի դուսերա վերակեն։ Մի օր զրկվելու եք այս պետական պաշտպանությունից։ Ու այն ժամանակ եթե մեջները տղամարդ կա ցանկացած իրավիճակում, ցանկացած որ կարա խոսի ու ասածներին պատասխան տա, կտեսնենք։ Այսինքն ծանոթ եք, չէ՞, այդ մարդկանց կենսագրությանը, ապրածին։ Հիմա թաքնվել ես համազգեստով մարդկանց հետևը տղամարդ ձևանալ, այդ ճիշտ չէ, Իրավապահ կառույցների ղեկավարներից կան այստեղ ու զրո արձագանք եւ քննչական կոմիտեի նախագահը եւ հակակոռուպցիոնի նախագահը, բայց այնուամենայնիվ գլխավոր դատախազությունը դրանք ինչ իրավապահ համակարգ, գլխավոր դատախազից այդ բոլոր ուժային կա, դրանք ինչ իրավապահ համակարգ։
դրանք ՀՊ-ի պաշտպանությամբ զբաղվող հակաօրինական, հակասահմանադրական այլևս մարմիններ են։ Այս նույն խորհրդարանում այդ ամբողջը հարձակվել է падգամավորի օգնականների վրա, 1000 հանցագործություններ են արվել, այդ իրավապահ համակարգը մնացել է լուռ։ Հետևաբար նրանք այս պետության շահերի հետ կապ չունեն, դրանք այս հանցավոր խմբակին ծառայող գործիքներ են ու բազմաթիվ անգամ դա ապացուցել։ Հիմա հաստատի այդ նախագիծ այնուամենայնիվ բերելու եք կռվող լինի, հա, զենքով լինի, երթերով, բոլոր ընթացակարգերով անցնելու է, մենք բնականաբար պայքարելու ենք, բացատրելու ենք, հանրային մեծ իրազեկում ենք իրականացնելու, այո, գալու է մտնի խորհրդարանի օրակարգ։ Ցեղասպանության հա շղթումը քրեականացված է, ինչով է տարբերվում ձեր նախագիծը։ Կոնկրետ պատիժ ենք առաջարկում, կոնկրետ դեպքերի միջազգային փորձն է ուսումնասիրված, կան երկրներ, որ նման օրենքներ ունեն եւ տարօրինակ է, որ Հայաստանում դա մինչեւ հիմա չկա։ Իմիջիայլոց ձեզ ասեմ, նման նախաձեռնությամբ մենք տարիներ առաջ եւս հանդես եկել ենք, բայց այն ժամանակ իրավիճակը ամբողջությամբ այլ էր